այս տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանը քաղաքականությանը չի խառնվել։ Եվ երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությանը չէր խառնվում, նույն ՔՊԱ-ականների համար, նույն Փաշինյանի համար Գագիկ Ծառուկյանը խոշոր գործարար էր, խոշոր կապիտալի սեփականատեր էր։ Հենց Գագիկ Ծառուկյանը որոշեց դարձյալ զբաղվել քաղաքականությամբ, նա դարձավ օլիգարխ։ Միանգամայն ճիշտ եք, նույնիսկ ամիսներ առաջ, որ դերևս մեր քաղաքական այցեքարտը իրենց համար պարզ չէր, այս նույն տելեգրամ կանալները իշխանության գրպանում գտնվող, մեզ կառուցողական ընդդիմության, այսպիսի կերպար էին գծում մեր համար։ Հետո երբ որ տեսան, որ մենք շատ սկզբունքային դիրքերից հանդես եկող ընդդիմադիր ուժ ենք, եւ որ տեսան, որ մեր մարտավարությունը բացառապես միտված է փոփոխություններին եւ իշխանափոխությանը, եւ հենց զգացին, որ հավաքական ընդդիմությունը հատկապես երեք առաջատար ուժերի մասին եմ խոսում, համախմբման դեպքում կարող են փոխել իշխանություն, սկսեցին քաղաքական հաշվեհարդարի փորձերը Գագիկ Ծառուկյանի դեմ։ ՀԱՕԿ-ի պատմությունը հիշեք, դա էլ է, չէ՞, մի փնթի Նիկոլ Փաշինյանի կողքին գտնվող աշխատակազմի ղեկավարը նրա ՄՕԿ-ի կանոնադրության խախտման, միջազգային օլիմպիական շարժման սկզբունքների խախտման որոշել է պետական լծակներով ՀԱՕԿ-ը պարզ ասենք խլել պարոն Ծառուկյանի ձեռքից կամ հայկական Էլ ինչը խլելուն կգնան Արարատ ցեմենտ, Արարատ ցեմենտ անոնսավորեց, ընդ որում ասեցին հեծի տարբերակով, այսինքն գործ ունենք սեփականության իրավունքի կոպիտ խախտման եւ սեփականության բռնի տոտալ վերաբաժանման հետ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։